միասին պայքարել։ Արցախն ու Հայաստանը միշտ եղել են միասնական եւ լինելու են միասնական։ Մենք չենք տարբերակում արցախցի կամ հայաստանցի, դա արհեստական բաժանում է արցախցիների եւ հայաստանցիների, որովհետեւ դարեր շարունակ Արցախը եղել է հայկական, հազարանյակներ շարունակ Արցախը եղել է հայկական, ընդհանրապես 70 տարի, նաթացու համաձայնագրով, Ռուսաստան Թուրքիա համաձայնագրով Արցախը թողնվել է Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ եւ ցավոքսապի նաեւ Նախիջևանն է թողնվել Ադրբեջանին, բայց Նախիջևանում հայեր չէին մնացել, դրա համար չէին կարող, մենք չէինք կարող բարձրացնել ազգերի ինքնորոշման հարցը Նախիջևանի տարածքում։ Իսկությունը տնին։ Արցախյան զոր շարժումը Մայր Հայաստանի միանալու համար ողջորեց մեր ժողովրդին։ Մեր ժողովրդի մեջ արտացվեց անկախ պետականություն ունենալու գաղափարը։ Ադրբեջանը հարձակվեց արցախցիների վրա, մենք չունենալու բանակ կամավորականներով, Հայաստանի եւ Արցախի կամավորականներով կարողացանք պաշտպանել Արցախը, Արցախի բնակավայրերը մեր թիկունքում հնարավորություն տալով ստեղծել հայոց ազգային բանակը։ 92 թվականի հունվարի 28-ին ձևավորվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը։ 94 թվականին մեր փառավոր հաղթանակով ավարտվեց այդ պատերազմը, կնքվեց հրադադարի, զինադադարի պայմանագիր 94 թվականի մայիսի 12-ին։ Բոլոր տարիների իշխանությունների ժամանակ մենք պահանջում էինք այդ իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից, որովհետև 91 թվականի Արցախը հանրաքվեով խորհրդային միության սահմանադրության եւ բոլոր օրենքներին համապատասխան հայտարարել էր իր անկախությունը Ադրբեջանից։ Չէին ճանաչում, պատճառն հետեւյալն էր, ընթանում են բանակցություններ, եթե ճանաչենք Արցախի անկախությունը, կսկսվի պատերազմ, իսկ պատերազմը մեզ պետք չի, որովհետև մենք պատերազմով արդեն հարցերը խնդիրը լուծել ենք։ Չճանաչեցին Արցախի անկախությունը, այդպես շարունակվեց տարիներ շարունակ, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը իր ուրեմն գաղափարակից մարդկանց հետ, հատկապես երիտասարդությունը ողջևորվեց այդ սկսված այսպես կոչված շարժումով, ուրեմն եկավ եւ վերցրեց իշխանությունը։ Ուրեմն մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն ու Արցախը միասին միացած ունեին ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ 2 տարի հետո Ադրբեջանը հարձակվեց բոլոր կողմերից Արցախի վրա։ 44 օրում մենք ծանր պարտություն կրեցինք, որովհետև Հայաստանի գերագույն գլխավոր զինված ուժերի, հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլը, որը ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Ուրեմն կան հստակ տվյալներ, որ Նիկոլը Ալիևի հետ համաձայնեցրել է, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ինքը այդպես անի, որ մենք պարտություն կրենք այդ պատերազմում եւ Նիկոլը Արցախ հանձնի Թուրքիին։ 22 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլը ստորագրեց եւ ուրեմն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր տարածք ներառյալ ամբողջ Արցախը, Ուրեմն 22 թվականի հոկտեմբերի 19-ին ես բազմիցս նայել եմ այդ տեսանյութը։ Պուտինը հայտարարեց, որ ինքը Ալիևը համաձայնեցրել է դադարեցնել պատերազմը, բայց Նիկոլը չի համաձայնվել, որովհետև այնտեղ կար դրույթ, որ փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրերը, այդ թվում նաև Շուշի։ Ուրեմն Նիկոլը չհամաձայնվեց, ադրբեջանցիք մեծ ուժեր կենտրոնացնելով, ուրեմն վերցրեցին հադրութը, եկան հասան մինչև Շուշի եւ վերցրեցին Շուշին։ Շուշին վերցրել են Նիկոլը ազգային ժողովից հայտարարում է. Շուշին մեզ պետք է, Շուշին մի հատ դժգույն քաղաք է։ Բոլորս գիտենք, որ Շուշին բերդաքաղաք է։ Եթե Շուշին վերցրեցին, Ստեփանակերտը արդեն հնարավոր չի պաշտպանել։ Ուրեմն 22 թվականին ադրբեջանցիք, ներողություն, 23 թվականին ադրբեջանցիք հարձակվեցին Արցախի վրա եւ իրենց գյուղերն ու քաղաքները, իրենց տները, գյուղացին բերքը ծառերի վրա, իրենց ընտանեկան կենդանիներին ամեն ինչ թողեցին, ստիպված եկան Հայաստան, իրենց հայրենիք։ Արցախն էլ է բնականաբար մեր հայրենիքը։ Արցախցիք եկան Հայաստան, Նիկոլը հայտարարեց,
Նախկինները կազմակերպել են արցախցիներին բերել են Հայաստան որպես 5000 դրամանոց հանրահավաքի մատերիալ, վիրավորելով արցախցի մեր հայրենակիցներին։ Հիմա իրավիճակը հետևյալն է։ Մենք պարտվել ենք ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը ուրեմն ուժեղ բանակ ուներ, այլ մենք մենակ ենք այդ պատերազմի ընթացքում։ Իսկ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ, մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Ադրբեջանի դաշնակիցներն էին, նրա ցեղակիցներ Թուրքիան, որը օգնում էր այդ պատերազմում Ադրբեջանին իր ուրեմն նատոյական սպայակազմով, անօթաչու ուրեմն սարքերով, բայրակթարներով օդը բաց էր։ Այդ թվում Ադրբեջանին օգնում էր նաև Իսրայելը, որը օգնում էր նրան ռազմական տեխնիկայով եւ Ադրբեջանի դաշնակիցներ։ Ադրբեջանին օգնում էր նաև Պակիստանը, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։ Իսկ Նիկոլի քաղաքականության հետևանքով արտաքին քաղաքականության ուրեմն անպարկեշտ, անկարող արտաքին քաղաքականության արտաքին դիվանագիտության հետևանքով մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում։ Ես ուզում եմ նշել, որ 3 օր շարունակ մեր զինվորներն ու ազատամարտիկները բոլոր դիրքերը պահել էին։ Նիկոլը պարտավոր էր որպես գլխավոր հրամանատար հայտարարել համընդհանուր զորահավաք, բոլոր նրանք, ովքեր ծառայել էին բանակում, զինապարտ են, եւ ազատամարտիկները մի 2-3 օր ուրեմն զորավարություններ անցնեին, որովհետեւ տարու վրա ռազմական տեխնիկան կատարելագործվում է։ Տիրապետեին նոր տեխնիկական միջոցներին, թիկունքն ամրապնդեին, թիկունքը բաց մնաց։ Ճեղքեցին հադրուցը վերցեցին, եկան հասան Շուշի ու ինչպես արդեն ասացի 23 թվականին ամբողջ Արցախի ժողովուրդը հնարավոր չէ որ նրանք մնային Ադրբեջանի կազմում, եկել են Հայաստան։ Հիմա այս իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիք ստիպված լքեն Հայաստանը, որպեսզի հետագայում, երբ որ ընդդիմադիր շարժումներ կսկսվեն, այս տարի սկսվելու են ընդդիմադիր շարժումներ, եղանակները մի քիչ տաքանան, անձրևները կտրվեն, սկսվելու են ընդդիմադիր շարժումներ ուրեմն, որ արցախցիք մի քանի տասնյակ արցախցիք, որոնք տեղափոխվել են Հայաստան, չմիանան այդ շարժումներին։ Մեր համար շատ ուրախալի էր մարտի 29-ին արցախցիների կազմակերպված հզոր հանրահավաքը մարդկանց քանակի առումով, բազմահազարանոց հանրահավաք էր, դա մեկ, երկրորդը Փարաքարի խոշորացած համայնքի ավագանու ընտրությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը պարտություն կրեց, այդ թվում նաև Գյումրիում Նիկոլը չկարողացավ իր սարիկին դարձնել ուրեմն Գյումրիի քաղաքապետ, մենք հանդիպել ենք ուրեմն Գյումրիում Գյումրիի բնակչության հետ, փետրվարի 28-ին Խորհրդային միության բանակի հիմնադրման օրը, հարգելով ուրեմն այդ օրը եւ այցելել ենք Հուշարձան, ծաղկեպսակներ ենք դրել այդ Հուշարձանին եւ հանդիպում ենք կազմակերպել գյումրեցիների հետ։ Այնտեղ ես հայտարարեցի, որ դուք եք ապրում Գյումրիում, դուք եք որոշելու ում եք ցանկանում տեսնել Գյումրիի քաղաքապետ։ Դուք մեզ կասեք ում եք ցանկանում, կամ որ քաղաքական ուժին եք ուզում տեսնել որպես մեծամասնություն Գյումրիի ավագանիում, մենք ձեզ կցուցաբերենք քաղաքական եւ բարոյական աջակցություն։ Ուրեմն Գյումրիում 16-ին լինելու է ուրեմն բանի քաղաքապետի ավագանու նիստը եւ բնականաբար ընդդիմության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը վերընտրվելու է Գյումրիի քաղաքապետ։ Նա մեկ անգամ եղել է Գյումրիի քաղաքապետ եւ փորձ ունի քաղաքապետ աշխատելու փորձ ունի։ Եվ հաջորդը Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում տեղի ուրեմն իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. նախ պետք է բարձել ցեղասպանությունը եղել է թե չի եղել, եթե եղել է ով է մեղավոր եղել, ինչու է եղել եւ այլն եւ այլն, իրականում ինչքան մարդ է զոհվել եւ այլն, այդպիսի ապուշ հայտարարություն արեց, ուրեմն եւ բացի դրանից նա հայտարարեց մի անգամ ամիսներ առաջ, որ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մեր պետությունը եղել է Օսմանյան դարեր շարունակ եղել է իբր թե Օսմանյան կայսրությունը։ Ինքը այնքան տգետ է, որ չի հասկանում, որ ներկայիս Հայաստանը դա արևելյան Հայաստանի ընդամենը մի մասն է, իսկ արևմտյան Հայաստանը, որը մի քանի անգամ ավելի տարածքով մեծ է արևելյան Հայաստանից, թուրքերը այդ Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ իրականացրել է ցեղասպանություն եւ տիրացել է մեր հայրենիքին։ Ինքը ուրանում է հայոց ցեղասպանությունը, իր գաղափարակից կողմնակիցները։ Ուրեմն ես կոչ եմ անելու, հանդես են գալու հայտարարությամբ, որ ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պետք է փակել Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի ճանապարհը ու չթողել նրանց գնալու
ուրեմն ծիծեռնակաբեր ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, որովհետև կրկնում եմ, նրանք ուրանում են ցեղասպանությունը, ուրանում են մեր ազգային արժեքները, ուրեմն պղծում են մեր հայ առաքելական եկեղեցու ավանդույթները, ինքը իր էությամբ աղանդավոր է, կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչ է եւ իր իշխանության 7 տարիների ընթացքում նաեւ Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդից հասել է 12.8 միլիարդ դոլարի։ Սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ լրիվ 7 տարվա գործունեության արդյունքը։ Դրա համար օր առաջ պետք է համախմբել մեր ժողովրդին, առողջ ազգային ուժերին, հայրենացական միություններին, հասարակական կազմակերպություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին, մենք դրանով զբաղվում ենք, փետրվարի 2-ին եղել է համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման ուրեմն հիմնադիր համաժողովը եւ մենք ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին ամբողջ Հայաստանով մեկ, մինչ այդ մասնաճյուղեր ենք բացելու բոլոր համայնքներում, Երևանի բոլոր ուրեմն համայնքներում, խոշոր քաղաքներում եւ բնակավայրերում, Մեղրիից մինչեւ Աշոց ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, կազմակերպելու ենք աննազանդություն այս ապազգային թուրքամետ իշխանությանը։ Պարտադրելու ենք Նիկոլի ու նրա կառավարության հերացումը եւ գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձևավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար օրինական ազգային ժողովի արտահերթ նոր ընտրությունները։ Բնականաբար հանրությանը կներկայացվի մեր պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական ծրագիր։ Ուրեմն այս իշխանության հերացումը մենք դիտարկում ենք ընդհանրապես միջոց մեր պետության ու մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Նպատակը մեր բանակը հզորացնելն է եւ